հայերեն այդպես։ Ուզում եմ դիմեմ բոլորին։ Նախ ուզում եմ, այսինքն բոլոր այն մարդկանց, ովքեր որ ցավում են, մտածում են եւ մտահոգված են Վարդան Ղուկասյանի ճակատագրով։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր որ ինչ-որ մի կերպ փորձում են աջակցել Վարդան Ղուկասյանին։ Ամենակարևորագույն երկու հայտարարությունները կապված Գյումրիի հետ մեծ անձնապահքարից դուրս գալը, դա եղել է իմ որոշումը եւ ելնելով իմ որոշումից դուք կուսակցությունը հետնահանջ է դրել իր քայլը եւ որոշել է եւ կատարել է իմ որոշումը հետ կանգնելով Գյումրիի ավականու ընտրություններից։ Ինչի ոնց իմալն են բոլորի պատասխանը գիտեմ ես։ Նորից եմ կրկնում, դա իմ որոշումն է եղել։ Երկրորդ, ես հետևել եմ, որ ինձ փոխանցեցին ավելի շուտ, որ իրականացում դրամահավաքներ, չգիտեմ, տարբեր մարդիկ են երեխներ ունենում, դիտում վերապահովում, տարբեր հայտարարություններ անում եւ այլն։ Ասած դրամահավաքության հետ Վարդան Ղուկասյանի փաստաբանական խմբերի բոլորի գումարները վճարված են առանց որևիցե մի արտաքին օգնության, այսինքն դրամահավաքի։ Սա մեկ։ Ինչ էստեղ քերակատարողական իրական ողջավորից գտնվում եմ, գումար անհրաժեշտ չի։ Սա երկուս։ Միակ խնդրանքս այն հայերից, որոնք որ բնակվում են Միացյալ Նահանգներում, Կալիֆոռնիա, Նևադա եւ այսպես ասած մոտ նահանգներում հոգ տանել իմ մոտ Սուսաննա Ղազարյանի առողջության մասին։ Ուրիշ ոչինչի կարիք բացի արդարությունից այս պայծառությամբ ես չունեմ։ Ես մարտական եմ տրամադրված, իմ մարտական ոգի տեղում է, իմ գործը արդար է, ինձանից է կախված ողջ հայ ժողովրդի Հայաստանի ճակատագիրը, Հայաստանի կողմից Ամերիկային ուղղված քրեական մեղադրանքները բոլորը շինչու եւ հնարավորի են, իմ փաստաբանական խումբը իր առաջ ունի դրանց խնդիր, դա ապացուցելու եւ դա կապացուցվի։ Այն մարդիկ, ովքեր ընկած են հիմա ժամանակավոր էйֆորիայի մեջ, ուզում եմ ասեմ, որ դա ժամանակավոր է, ոչինչ, մի քիչ էլ ուրախացեք։ Իսկ ինչ վերաբերում է դրամահավաքներին եւ այլն, նորից եմ կրկնում, ոչ մի դրամահավաքից ես տեղյակ չեմ, ոչ մի դրամահավաքից ես չեմ օգտվում եւ խնդրած կլինեմ դրամահավաքներ ամենի դուրս, չգիտեմ, Ռուսաստանի տարածքում, Եվրոպայի տարածքում իրականացնել, որովհետեւ եւ չհաշվելով մենք չգիտեմ գումարներ ուրականում ինձ որ հաստատ բան չի եկել ոչ ինձ ոչ իմ փաստաբաներին եւ ոչ թե մենք հակառակը ունենք այս փուլում միակ բանը որից որ ես խնդրում եմ ամենայում ապրող մեր հայրենակիցներին հոգ տանել իմ ծնողի մասին ես իմանամ իմ ծնողը գտնվում է ապահով ձեռքերում ինձ համար այստեղ գտնվելը այսպես ասած չի գրի ծանր բարոյա հոգեբանական տրավմա ինձ համար դա է մնացած ես մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլորին այն լայք տնողից մինչև դատարան եկած ասած բոլոր քաղաքացիներին ես չի սպասում նման արձագանք որ կարող է տասնյակներով մարդիկ գալ եւ առավոտ բալուսանա դատարանի առաջ աջակցություն ինձ անել ցույց ես մեկ անգամ շնորհակալ եմ այդ մարդկանցից շնորհակալ եմ իմ բոլոր աջակիցներից մենք արդարության ճանապարհի վրա ենք եւ շուտ է ուշ մենք կհասնենք դրան հարգանքներով Վարդան Ղուկասյան